դոկտոր Վրթանես, Արշակ Սրբազանը եւս զղջացել ու ապաշխարել է ու ներում է ստացել, որովհետև ներողություն, որովհետև ասեցին տեղեկություններ տարածեցին, որ իր մասնակցությամբ տեսանյութը տարածված ճիշտ է եղել եւ կեղծված չի եղել։ Ասեմ, այդ տեղեկությունը նախ ճիշտ չի եղել, կեղծված է, արհեստական բանականությամբ ստեղծված է, բացի այդ դա արել են գաղտնալսումից հետո, որպեսզի մարդուն հնարավորություն ունենան արհեստական բանականությամբ նման անբարո տեսանյութ պատրաստել, մարդու լողասենակում այդ մասին տեսանյութ այդ կամերա են դրել, որպեսզի մարդուն մերկ նկարեն, կարողանան այդպիսի տեսանյութ պատրաստել։ Երեք ճիշտ ասած մեր հարազատներից մեկն էր զանգել, ասենց շատ հարազատ անձնավորություն, ասում է տեր այդ տեսանյութը նայել եմ, այնտեղ որ ասում են էս ինչի հետ է, էս ինչին ես անձամբ ճանաչում եմ, նա չի տեսանյութում, ասում եմ արգելից, ինձ ես բացատրում, դե գնա 3 միլիոն բերան փակի, նման ապատեղեկատվություններ նպատակ ունեն թշնամանք տարածելու, նախ տեսանյութը ապօրենի է արվել, ինչպես են նման եւ ապօրենի է արված եւ արհեստական բանականության արդեն արված է կներեք, ստակեսնենք էլ ինչպես է։ Չէ, ապօրենի տիկնոջն են արհեստական բանականության։ բոլորին, նայեք, իրեն մարդուն պիտի, որպեսի մեր արհեստական բանականության համար միջոցով այդպիսի վիդեո ստեղծեն, պիտի մարդուն մերկ նկարեն եւ այդ նպատակով իրենք նույնիսկ բոլորը, այո, մի քանի կամերաներ են ես իմ սեփական աչքով, նույնիսկ անձեն աչքով տեսանյութի վատ որակը, գլուխի շարժումից սկսած դեմքի շարժումից ձեռքի հստակ երևում է, որ դա արհեստական, դա ուղղակի առանց մասնագետ լինելու հստակ երևում է, բայց նաև ապօրենություն է կատարվել, մեզանից շատերին նաև գաղտնալսել են ապօրենի կերպով, հետևել են, հետապնդել են տարբեր ձևերով, ինձ էլ բազմաթիվ անգամներ տանից մինչև եկեղեցի, ասենց ոստիկանական մեքենաներով, ասենց ոչ ոստիկանական տարբերանշան մեքենաներով հետևել են, երկար ժամանակ հավանաբար նաև հեռախոսով են գաղտնալացել, ես որևէ մեկ կոմպրոմատից չեմ վախենում, նախ այնպիսի բան առաջ չունեմ որևէ բանից ետ կվախենամ, անկեղծորեն ասեմ, բայց նաև եթե նման նյութեր լինի, եթե որևէ դեպքում ես այնպիսի սխալ անեմ, որի արդյունքում կարող եմ վարկաբեկվել, ես պատրաստ եմ այդ սխալը դնել կարգապահական հանձնաժողովի աչքի առջև, եւ եթե եկեղեցին օրինակ կարճաժամկետ պատիժ չի տա, ասենք փիլոնազրկություն, կախակայում կամ կարգալույծկանից, ես պատրաստ եմ բոլոր տարբերակներով։ Ես կուզեմ, որ մեր բարձրաստիճան, ցածրաստիճան հոգևորականներից, մեր քաղաքացիներից սկսած այնքան քաջությունը երեք Լիդիան ազատության մեջ էր։ Երեք իմ օրը շատ տոնական էր, անկախ նրանից, անկախ իրենց վարչապետի հետ հանդիպումից, ես օրինակ ավելի շատ երեք ուրախացել եմ, քան տխրել։ Ուրախացել եմ Լիդիա Մանթաշյանի ազատության համար, կներեք հեսա։ Այդ հոգևորականը դավաճան է։ Լիդիա Մանթաշյանի քաջության համար նախորդ դատին, նախորդ 5 շաբթի տեսա ինչպես Լիդիան իրեն շատ աղջիկ լինելով, շատ քնքուշ լինելով հանդերձ, բայց իրեն շատ քաջ, շատ արի կերպով եւ արդյունքում է երեք ինքը դատանի դալիճից ազատ արձակվեց եւ վստահ եմ, որ Աստված նաեւ ազատություն կտա բոլոր կալանավայրում եպղող եպիսկոպոսներին։ Ես այսօր ավելի շատ աղոթում եմ թվացյալ ազատության մեջ եղող, բայց իրենց սկզբունքներին, իրենց ուխտը դրժած եկեղեցականների համար ավելի քիչ աղոթում եմ կալանավայրում եղող եպիսկոպոսների համար, որտեղ իրենք իրենց ճիշտ տեղում են եւ հալածանքներ են կրում։ Փառք ու պատիվ իրենց, ես որպես իրենցից կրտսեր եկեղեցական կան իրենք իմ համար իդեալական հոգևորական։ Կներեք, դուք տեսել եք այստեղ այն եպիսկոպոսներին, վարչապետի հետ հանդիպած հոգևորականներին այսօր այստեղ տեսել եք, թե ոչ նրանց մասնակցությամբ նիստ կա, թե ոչ։ Ձեր ինչ հարց եք տալիս դուք ասում։ Կհիշեմ, ձեր հարցն էլ կհիշեմ։ Չեմ մոռանա հիշողությունս ընտիրա։ Կհիշեմ։ Հա, իր հարցին, Նարեկի հարցին պատասխանեմ, ճիշտ ասած չեմ տեսել, դել ասենք որևէ ձևի չեմ քաշվի տեսնել եւ իրենց աչքերի մեջ նայելուց, բայց դուք հարցը տվեք։ Տեսեք, դուք ասացիք, որ բարձրաստիճան եկեղեցականները, ովքեր երեք Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են, իրենց վախեցրել են, կոմպրոմատներ ունեն իրենց դեմ, բայց Նիկոլ Փաշինյանը իրենց շնորհակալություն էր հայտնել իրենց սկզբունքային լինելու համար, սկզբունքային դիրքորոշման համար, որ գնացել էին, ներկայացել են, եւ նաեւ խնդրում եմ ասեք, եթե վեհափառը նաեւ
Նավասարդ arczepiskopos Կճոյանի վերաբերյալ դուք ասացիք ապաշխարել է, դրա համար ներել է օրինակ Առաքել Սրբազանին ինչի համար է ներել։ Ինքն էլ է անցել այդ ճանապարհով, որովհետև Առաջի հարցը մի հատ նորից առաջին հարցը Նիկոլ Փաշինյանը 3 եպիսկոպոսներին Առաջի հարցին պատասխանեմ, երկրորդի պատասխանն էլ կգտնեք։ Նիկոլ Փաշինյանը հանրապետության համար 1 ստախոսն է, եւ քանի որ Նիկոլ Փաշինյանը իրենց ասել է ձեզ ողջունում եմ ձեր քաջության, համարձակության, երբ որ Նիկոլ Փաշինյանը մեկին քաջ է կոչում, խոսում է այդ մասին, որ ինքը վախկոտ է։ Եթե մեկին ասում է, որ դու համարձակ ես, ուրեմն ինքը լկտի պահվածք ունի, եւ ասենք Նիկոլ Փաշինյանին իմանալով, մենք հասկանում ենք, որ որևէ մեկին, որ ինքը գովում է, վարկաբեկվում է, այսօր ասում է մեկը հավատացյալներից Գնել Սարգսյանը քեզ իր ուղիղ եթերում քննադատել է, ասի շատ շնորհակալություն իրենից, որտեվ եթե ինքը ինձ իր եթերում գովի, հարազատ բարեկամ չեմ ունենա, ընկերներից մեծ մասն էլ ինձանից կհրաժարվեն, այսինքն եթե Գնել Սարգսյանի, Նիկոլ Փաշինյանի նմանները մեզ քննադատում են, մենք դրանից շատ ուրախ ենք։ Եթե ոմանց Նիկոլ Փաշինյանը գովում է, արդեն ամոթ է իրենց։ Դա քրիստոնեական է, ասել Նիկոլ Փաշինյանը ինքը ասեմ, համարում եք մոլորված զավակ, պետք է հոգևորական օրինակ այդպես խոսի։ Ինքը մոլորված զավակ չի, ինքը մոլորեցնող գայլ է, եւ մեր բարեպաշտ ժողովրդին էլ գառան մորթով գայլերից զգուշացնում ենք, ինքը գառան մորթով գայլ է, իր կարդացած սաղմոսներն են իմ համար ամենավիրավորականը, կարող է ինքը այնպիսի սաղմոսներ կարդալ, որոնք վերաբերում են Մեսիային, եւ ինքը առաջի դեմքով կարդալ, չգիտեմ, կառավարության տանը ապրել, ընտանիքով շքեղ ապրելակերպով ապրել եւ ասել ես աղքատ ու տնանկ եմ, դու ոչ աղքատ ես, ոչ տնանկ ես, կամ աղոթքի նախաճաշ հրավիրել, դատաստանի առաքից խոսել։ Եթե ասում է դատաստանի առաքի ժամանակ ոմանց կասի եկեք իմ հորորդյալներ, բանտում էի ինձ այցի եկաք, դու բանտարկյալներին չես այցի եկել, դու անմեղներին բանտարկել ես, այդ թվում եպիսկոպոսների եւ arczepiskopոսների։ Ասում է տնանկ էի, ինձ տանս ընդունեցիր։ Ինքը Արցախի մեր 120,000 ժողովրդին տնանկ է դարձրել։ Ինքը ասում է որբերին խնամեցիր 44 օրյայի պատերազմի իր ապաշնոր ղեկավարության կամ ղեկավարության անկարողության հետևանքով բազում երեխաներ որբ են դարձել։ Այսինքն ինքը ոչ թե կալանավորների է այցելել, այլ ամենաշատ քաղաքական կալանավորները Հայաստանի 3-րդ հանրապետության ժամանակ եղել են իր օրոք։ Այսինքն ինքը կալանավորել է նաև աննախադեպ առումով եպիսկոպոսների, arczepiskopոսների, քահանակ այսօր տնային կալաքում, թեմիների հաշվապահների, հոգևոր կյանքը ամբողջ փորձում է խաթարել, Արցախում բազմաթիվ եկեղեցիներ, վանքեր, վերջի շրջանում տեսա ինչպես նաև Քաշաթաղում պարսկական մզկիթ էին ադրբեջանցիները քանդել, դրա համար էլ սիրտս ցավացել։ Այսինքն Նիկոլ Փաշինյանին դարձի բերելու բոլոր հնարավոր ճանապարհները սպառվել են։ Դարձի գալը այսպես է, մարդը պիտի զղջա, խոստովանի եւ հատուցի։ Իր արարքների համար ինքը եթե նույնիսկ զղջա, խոստովանի էլ, կարծում եմ ինքը չի կարող հատուցել, որովհետեւ ինքը Հայաստանի Արցախի հանրապետության ամբողջ տարածքն է հանձնել Ադրբեջանի, ավելի մեծ տարածք է ինքը ստորագրությամբ հանձնել, քան մենք կորցրել ենք 44 օրյայի պատերազմի ժամանակ, ինչպես պիտի հատուցի զոհերի ընտանիքներին, անհետ կորածների ընտանիքներին, ինչպես պիտի հատուցի հաշվանդամ դարձած մարդկանց։ Ես կարծում եմ ինքը դժվարություն կունենա հատուցելու եւ դժվարություն կունենա դատաստանի ժամանակ պատասխան տալու։ Դրա համար էլ ինքը գնում է այն քայլին, որպեսզի իր ականջներին հաճո, իր լսելիքին հաճո, իր շուրջը համախմբի հոգևորականների նրա։ Օրինակ տեսանք 8 հոգևորականների, որոնք կներեք հանդիպեցին Փաշինյանի հետ։ Դուք տեղեկություն ունեք այդ 8 հոգևորականներից բացի այլ բարձրաստիճան հոգևորականներ եւս միանալու են։ Ինքը 8 տարվա մեջ 8 հոգի է հավաքել իր շուրջ։ 54-ից։ Այո, 54-ից, այսինքն քանիսն են մնում այնտեղ։
44-ը Եպիսկոպոս, արքեպիսկոպոս նկատի ունի։ Այո, 54-ից եթե 8-ը միացել են եւ վեհափառի շուրջ մնացել են արքեպիսկոպոսների եւ եպիսկոպոսների մեծագույն մասը, ավել ասեմ, եթե եպիսկոպոսների եւ արքեպիսկոպոսների մեծագույն մասը անգամ միանային Նիկոլ Փաշինյանին, դա որևէ հիմք չէ վեհափառ Հայրապետի հրաժարական։ Մի րոպե միտքս ավարտեմ։ Վեհափառ Հայրապետը կարող է միայն հրաժարական տալ, եթե դավանաբանական շեղում ունենա իր հավատքից, որը վեհափառ Հայրապետը կուսակրանության ուխտը խախտելու ոչ հնարավորություն ունի եկեղեցու կանոններով վեհափառ Հայրապետի կանոն չկա շնության դեպքում նույնիսկ ես նայեք սխալ չհասկացում նույնիսկ եթե վեհափառ Հայրապետը այսօր նման մեղք գործի եկեղեցական կանոն չկա կանոնագիր քայոցում կանոն կա քահանայի շնության դեպքում ինչ պիտի արվի եպիսկոպոսի կա, սարգավակի կա, աշխարհիկի կա, բայց վեհափառ Հայրապետի վեհափառ Հայրապետի նման կանոն նույնիսկ գոյություն չունի ուխտը խախտելու ու իր վեհափառ եղած ժամանակ ուխտը խախտելու դեպքում նույնիսկ կանոն չկա, այսպես ասեմ, որևէ կանոն չկա, բայց դեպքն էլ չկա, այսինքն իրենք փորձում են նայեք մարդու անցյալի վրա ինչ-որ մեղքեր բարդել, այսինքն ցանկացած մեկս անցյալում ներկայում մեղքեր ունենք, 50 տարի առաջ ենթադրյալ կատարած հանցանքի համար, այսօր հիշել են, եւ ինչ ասեմ, այսօր անբարոյական կյանքով ապրող մեկն է հիշել, երբ որ իր կնոջ հետ ինքը ոչ ԶԱԳՍ-ով, ոչ եկեղեցով ամուսնացած չի, հենց օրենքի խախտում է Այդ կանոնագիր քայոցը բոլորիս համար է։ Եպիսկոպոս չի, հոգեբորական չի։ Չէ, բոլորս մարդ ենք եւ բոլոր մարդկանց համար է կանոնագիր քայոցի օրենքները։ Օրենքից վե մարդիկ չկան, իրենք դրա իրավասությունը չունեն, իրենք ինքնիավչությամբ են զբաղվում, որի համար պետությունը քրեական հոդված ունի, պետական պաշտոնյայի հովանավորչությամբ նման արարքը նաեւ ավելի է խստացում Եթե պետական պաշտոնյայի հովանավորչությամբ է արվում, սահմանադրությամբ հայ առաքելական Սուրբ եկեղեցին պետության հետ իր հարաբերությունների համաձայնագիրը ունի 2007 թվականին կնքված, որտեղ վարչապետը որևէ լծակ չունի։ Եթե ես օրինակի համար գողություն անեմ, շնություն անեմ, սպանություն անեմ, ինձ պետությունը կարող է պատժել միայն գողության եւ սպանության համար։ Ինձ մայրաթորը կարող է որպես քահանայի նաև շնության համար պատժել, բայց պետությունը նման լծակ չունի, որ ինքը մտնում է ուրիշների ընտանիքները, ուրիշների անձնական կյանքը։ Այդ թվում հոգևորականների իմ հարցը նման դեպքում կարող է քննվել, եթե օրինակ ես շնություն մեղք գործեմ, իմ հարցը պիտի իմ համայնքը կամ երեցկինը կամ ես ներկայացնենք կարգապահական հանձնաժողովին եւ կարգապահական հանձնաժողովը այդ դեպքում մեր հարցը քննելու իրավունք ունենա, բայց կարգապահական հանձնաժողովը ինքը խորհրդատվական մարմին է եւ իր քննած հարցը միայն օրինական ուժ է ստանում վեհափառ Հայրապետի կողմից հաստատելուց հետո կներեք եկեղեցին ինքը երարխիկ կառույց է եւ ղեկավարում է տիրոջ օծյալ գահակալի նույնիսկ ազգային եկեղեցական ժողովը որ մեծ ձայների մեծամասնությամբ ընտրել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին ինքը նույնիսկ միջոց է օծման համար կարևորը վեհափառի օծումն է եւ ինքը մեր օծյալ գահակալն է եւ որևէ մի իշխանական չինովնիկ իրավասու չէ եկեղեցու ներքին կյանքին միջամտելու Տեր Վրդանես, դուք տեղյակ եք բարձրաստիճան հոգևորականների այս պահին ընթացող ժողովից, ինչ ժողով է տեղի ունենում, արդյոք վարչապետի հետ երեկվա հանդիպմանը մասնակցած եպիսկոպոսները եւ արքեպիսկոպոսները, որովհետեւ այնտեղ ցանկում նրանց անդումներ կա, կազմում, հա, ժողովի, արդյոք նրանք ներկա են այդ ժողովին։ Հարցի համար շնորհակալ եմ, անտեղյակ եմ, տեղյակ չեմ։ Իսկ դուք ասացիք, որ եկել եք հանդիպելու կաթողիկոսին։ Չէ, չեմ եկել։ Ես եկել եմ մարտաճար աղոթելու, այո, իմ աջակցությունը հայտնելու։ Չէ, տեղյակ չեմ։ Եվ որևէ այդ մանատ ես այսօր առավոտյան
Կալանավայրում գտնվող Մրկերտիչ arczepiskopos Պռոշյանի օրհնությամբ եւ մեր թեմի հոգեվոր տեսուչ հայ շնորհ Պալոյանի օրհնությամբ այցելել եմ Կոշի Սուրբ Ստեփանոս մեր ուխտավոր հավատացյալների հետ եւ այնտեղ նաեւ աղոթել ենք Վեհափառ հայրապետի համար, որ մեր Վեհափառ հայրապետին երկար արևշատ օրեր տա Աստված, նաեւ Կալանավայրում եղող սրբազան հայրերի համար, մանավանդ Միքայել arczepiskopos Աճապահյանի համար, որտեղ ինքը չնայած իր արտաքին այսպես քաջ, համարձակ տեսքին, ինքը փոխր առողջություն ունի, ինքը գիտնական, մտավորական, հոգևորական է, բայց շատ առողջական լուրջ խնդիրներով անձնավորություն է, որոնց համար ինքը չի լացում, չի մխկտում, սենց խեղճ դեմք չի ընդունում, բայց ինքը շատ փխրուն առողջություն ունի։ Ուզեմ, որ նաև դուք էլ աղոթեք իր առողջության համար, որտեղ Կալանավայրում եղող հոգևորականների հետ նաև շատ վատ են վարվում, անկեղծ ասեմ, ես ինքս առաջի այդ հուզարկության ժամանակ, երբ մեր տունը հոկտեմբերի 15-ին մտան մեր տուն, այնտեղ ասենք շատ արգալից էին վարվում, բայց փառք Աստծո վերջի անգամ որ քնչական եմ կանչվել, փաստաբանի հետ էի եւ ի պատիվ Արմինե Ֆանյանի, որ հրաշալի փաստաբան է, փառք Տիրոջը, վերջի անգամ քնչականում իմ հետ անհարգալից չեն վարվել եւ ինձ խոշտանման չեն ենթարկել։ Ինչպես են վարվում հոգեվորականների հետ, որ ասացիք վատ են վարվում Միքայել Սրբազանի հետ ֆիզիկական։ Ասենք, անկեղծ ասեմ, որ մեր տոնը խուզարկության են մտել, կներեք, նույնիսկ ինձ չեն թողել հագուստներս հագնեմ, գիշերազգեստով եմ եղել ամբողջ ընթացքում։ Ինձ առանց դատանի ծանուցման բերման են ենթարկվել, ես այդ առավոտյան երեկոյան ժամը 17-ին եմ իմացել, որ ինձ բերման են ենթարկել, ոչ թե ուղակի հրավիրել են, այնտեղ ամբողջ ընթացքում առավոտյան 7-ից մինչև երեկոյան 17-ը նույնիսկ ինձ մեկ զանգի հնարավորություն չեն տվել, այնտեղ քնչականում եղած ժամանակ ես դեղորայք չեմ ստացել, էլ ասենք ճշման եւ շաքարի կարիքը ունեիք։ Այո, կարիքը ունեի, ավել ասեմ փոքր երեխաց մենք գիտեինք քնած էր, բայց վերմակով ծածկված է եղել երեխան եւ այդ ամբողջ նաեւ անհարգալից պահվածքը իմ ընտանիքիս անդամ Դիմակավորված մտել էին։ Չէ առանց դիմակի, բայց ասենք ոչ կոռեկտ պահվածքով Պատավրապես ինձ ձայներդ կտրեք, հարց կտամ կպատասխանեք, չեք տա չեմ պատասխանի եւ այո, իմ անձնական կաշվի վրա ստացել եմ, նրանց հետ վարվածի հետ կապված տեղեկություններ չունեմ, չեմ կարող փաստել, բայց կարծում եմ տարբեր չի եղել։ Եվ կներեք մի բան ճշտեմ էլի, դուք որ ասեցիք արհեստական բանականությամբ է, դա ինչ որ փորձաքննության հիմքով եք դուք ասում։ Ժողովուրդ, ես անզեն աչքով նման վիդեոները իրարից տարբերելու ասենք sense պրիմիտիվ, ասենք կարող եք դուք մտնել այդ նույն վիդեոները, եթե ձեզ հասանելի է, եթե հարմար կամարեք, մտեք, տեսեք եւ վստահ եմ դուք ինձանից լավ կարծիք կհայտնեք եւ վստահ կիմանաք, որ դա արհեստական բանականությամբ է։ Ես անձամբ, ասենք, Սրբազան հորը շատ լավ ճանաչում եմ, շատ հարգում եմ եւ եթե նույնիսկ ինքը որևէ խնդիր ունենա, ինքը այնպեսի sense քաջ առաքինի անձնավորություն է, որ պատրաստ է իր խնդիրների համար պատասխան տալ։ Ի պատիվ իրեն այն անձնավորությունն է, որ հարկ եղած դեպքում, եթե զգա իր պատճառով կարող է եկեղեցին նույնիսկ վարկաբեկվել, ինքը պատրաստ է Կոտայքի թեմի առաջնորդը Նյուզեյմին հարցազրույց է տվել։ Մյուսներից ով հարց չի։ Թույլ տվեք ես տամ էլի թեմայի հետ եք։ Բոլոր հարցերին, ձեր հարցերին էլ։ Ուղղակի թեմայի հետ Նայեք, ձեր հարցերին միջև վերջ կկանգնեմ, բոլոր ձեր հարցերին կպատասխանեմ, չէ, բայց չէ, ձեր հարցին էլի կպատասխանեմ։ Ես չեմ շտապում, չէ, Կուզեմ իրանք հարց տան եւ նորից ձեր հարցերին ներողություն էլի, հա, ով հարց չի տվել, ով չի տվել։ Լավ, ուրեմն կներեք, լավ, ուրեմն ձեր հարցին պատասխան։ Շնորհակալություն։ Դուք որ ասում եք Արշակ Սրբազանն ասում է, եթե իմանամ եկեղեցու Չեմ ասում, ինքը ասում է, ես եմ ասում, եթե Արշակ Սրբազանը իմանա, որ իր վարկով, կենցաղով կարող է եկեղեցուն վնաս հասցնել, վստահ եմ իր եկեղեցասիրության վրա որևէ կասկած չունեմ, ինքը ցանկացած պահին պատրաստ է եկեղեցուց դուրս գալ, եկեղեցին չվնասելու համար, բայց ինքը որևէ այդպիսի խնդիր չունի եւ ուրախ ենք, նաեւ իմ աջակցությունն եմ հայտնում Արշակ Սրբազանին
մենք իրեն շատ սիրում ենք, հարգում ենք, մեր հավատացյալ ժողովուրդը իրեն շատ արժևորում է, ինքը մեր շատ սիրելի սրբազան հայրերից է։ Եվ ավել ասեմ, մարդկանց ցանկացած մարդու, քանի որ իր մեղքը հաստատված չէ, եթե նույնիսկ զրպարտություն կա, մենք այդ մեղքը չենք կարող ընդունել որպես գործած սխալ։ Մի րոպե իմ հարցը հերթնա։ Տեսեք, դուք այսրա հետ կապված Մենք ավելի շատ բանակցում ենք ով հարց տա, քան Չէ, հերթով տվեք ուղղակի։ Դուք ասեցիք իմ հարցն է։ Ձեր պատասխանեցի երկրորդ հարցը կտաս, էդ էլ կսպասեմ։ Տվեցի հարց։ Սիրով կսպասեմ, չեմ գնում, չեմ փախնելու հարցը։ Լավ, եթե բարդ է։ Նույնիսկ եթե որևէ բարդություն չկա, եթե կամերաներն էլ գնան, հաղորդարներն էլ ձեր բոլոր Չէ, իր հարցին պատասխանը։ Դուք նշեցիք, որ անձեն աչքով էլ տեսանելի է, որ արհեստական բանականությամբ է գեներացվել, ապօրինի կերպով լոգարանում տեսախցիկ են դրել, որպեսզի այս ամեն ինչը կարողանան ստանալ, բայց ինչպես գործընկերս նշեց, Կոտայքի թեմի առաջնորդը Նյուզեեմի հետ զրույցում նշել է, որ սրբապղծություն է տեղի ունեցել եւ վեհափար հայրապետին մի քանի անգամ դիմել են, որպեսզի ժամանակավորապես Արշակ Սրբազանը լքի անգամ կարգալուծության հարցի քննարկվի, ինչպես է ստացվում, որ Եվ նա ասում է, որ կաթողիկոսն ասաց, չեմ կարող Արշակին հեռացնել նշանակում է հայ եկեղեցու կործանում։ Լավ, հարցին պատասխանեմ, քանի որ հարցը նորից հնչեց, ես նախորդ հարցին էլ պատասխանեցի, ու այն 8 եպիսկոպոսները, եւ արքեպիսկոպոսները, որոնք հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, իրենք ազատ կամ արտահայտության հնարավորություն չունեն, իրենք զրկված են ազատ կամ արտահայտություններից, իրենց դեմ ունեցած շանտաժի, բռնության, նաև կոմպրոմատների պատճառով եւ քանի որ հարցը իրենցի տված հարցն էր, որ ինքը հայտարարություն է արել, ես կարծում եմ իր հայտարարությունը հիմնավոր չէ։ Իսկ Առաքել Սրբազանը Իր ասած է հենց ինքը իրենք կրոնության ուխտը խախտել է։ Ես Ժորժ ջան, այդ հարցը ես քննություն առնողը չեմ։ Թող ասենք այդ հարցերը բոլորը Չէ, չունեմ։ Ճիշտ ասած, ես ասենք տենց որևէ մեկի անձնական հարցով, այդ թվում իմ համայնքի անդամների անձնական հարցերով զբաղվում եմ այն դեպքում, երբ որ իրենք խոստովանության համար անհատապես գալիս են իմ մոտ եւ ինձանից խորհուրդ են հարցնում եւ փորձում են այդ մեղքից դուրս գալ Ես այդ դեպքում իրենց խորհուրդ եմ տալիս օգնում եմ։ Ես երբևիցե չեմ հետաքրքրել ոմանք ինչպիսի բարոյական կյանքով են ապրում, իրենց այդ անձնական հարցերը գալիս են իմ քննարկման շրջանակ, երբ որ մարդը գալիս է իմ մոտ խոստովանության։ Նախորդ պատասխանից մեկում ասացիք, որ կաթողիկոսի հետ կապված այդպիսի խնդիր չկա, եթե նա Ես երբևիցե նման խնդիր չեմ լսել, չեմ տեսել, հիմքեր չունեն։ Ինչու չեն ասում, զավակ ունի թե չէ, եթե մեկը Ասեմ, ձեր հարցին, եթե չեն ասում, ով եք ասում, ես ասում եմ չունի։ Մայրաթոռ ինչու չի ասում։ Մայրաթոռով է, ես Մայրաթոռի քահանաներից մեկն եմ։ Համակարգը, որը Մայրաթոռի պաշտոնական որոշում Հիմա կներեք ոնց որ ինձ ասեն դու այլ մոլորակային ես, ես գնամ ասեմ չէ, ես այլ մոլորակային չեմ։ Նման ասենք հերյուրանքների մակարդակով հարցեր բարձրացնելը եւ դրան պատասխանելը, ասենք ամեն ինչ ասում են։ Ոնց մյուս եպիսկոպոսների պահով ասեցիք, որ իրենք աղքատության ուխտն է խախտել, կուսակրոնության ուխտն է։ Ես նայեք կներեք երևի իմ խոսքում հիշեք, ասեցի, եթե իրենք այդ ուխտերը խախտել են ու իրանց դեմ կոմպրոմատներ ունեն իշխանությունները, իրենք սխալ ճանապարհով են այդ իրավիճակից փորձում դուրս գալ։ Այսինքն իրենք չէին կարող այլ ձևով հայտնվեին վարչապետի շրջանակում։ Բայց դուք ասացիք, որ իրենք զղջացել են, ապաշխարել են։ Եթե նախկինում այդպիսի ասի խնդիրներ քննվել է իրենց մասով եւ իրենք կարգալույս չեն արվել, ուրեմն այդ խնդիրների շուրջ իրենց Այսինքն ամբողջը ենթադրություն էր։ Ենթադրություն չի, դա Այսինքն այդպեսի բան եղել է։ Եթե որևէ մեկի մասին եղել է եւ այդ հարցը քննվել է, դուք ասենք եթե պատկերացում ունենաք, վստահ եմ ձեզանից շատերը ունեն, կարգապահական հանձնաժողովը ինչ մեխանիզմներով է աշխատում, Մայրաթոռի շնորհների բաշխման եւ կարգապահական հանձնաժողով կա, որը ցանկացած մեկի հարցը քննելուց հետո, երբ որ ինքը մեղք է գործել, հարցնում է այդ մեղքի համար դու զղջում ես, որովհետեւ դեպք է լինում մարդը այդ հանձնաժողովին ասում է ես այդ մեղքը չունեմ կամ չեմ զղջում։ Եթե ասում է չունեմ, պիտի ինքը հիմնավորի որ չունի, եթե ասում է ունեմ եւ չեմ զղջում, իսկ եթե
ինքը այդ կարգապահական հանձնաժողովում այդ հարցը նախկինում ներկայացվել է եւ ինքը այսօր շարունակում է քահանագործել, վստահաբար ինքը զղջում եւ ապաշխարության Այսինքն ենթադրում եք, որ եղել է այդպիսի բան, ինքն էլ զղջացել է։ Դուք Ասում եք, եթե եղել է։ ասենք նայեք հիմա 8 հոգու մասին ենք խոսում, կարող է իրանցից մեկի համար եղել է եւ մեկի համար չի եղել։ Ոմանց համար էլ ասենք ես իրենց աստիճանից ելնելով չեմ ուզի ավելի անձնավորեմ, որ ասենք չհայտնվեմ, ասենք, չգիտեմ, ասենք կարող է հիմա մի փոքր փորձեմ ավելի շատ անձնավորեմ, հայտնվեմ Նիկոլ Փաշինյանի կարգավիճակում, որը ես ինձ թույլ չեմ տա այդպես իջնեմ, իրենց անձնական հարցերը ես բարձրացնեմ։ Թող իրենք իրենց անձնական հարցերը ինքնուրույն ներկայացնեն կարգապահական հանձնաժողովին եւ փորձեն լուծումներ գտնել։ Դա իրենց անձնական խնդիրն է։ Իրենք եթե այդ խնդիրը ունեն, որոնց համար իրենց շանտաժ են անում, ահաբեկում են, արդեն խնդիր ունեն։ Այդ խնդիրներից դուրս գալու իրենց ճանապարհը նորից Բայց դուք գիտեք, որ շանտաժ են անում։ Կարող մարդկանց անկեղծ դիրքորոշում է։ կզարմանայի, որ իրենց բա մինչև այդ սուրեր իրենց անկեղծ դիրքորոշումը։ Թե նոր են դարձի եկել։ Հա։ Բացառում եք։ Ես իրենց շատ ավելի կհարգեմ, եթե իրենք ասենց սկզբունքորեն թեկուզ այդ Որ Կճոյանը ձեր դեմ դուրս գա, ինչ կասեք իրեն։ եթե դեռևս կարգալուծության հրամանը չի եղել, Աստված օգնական կասեմ։ Ինքը դրա կարիքը այս պայն ավելի շատ ունի, քան նույնիսկ այն մնացածը։ Դուք կարծում եք, որ Կճոյանին պետք է կարգալույծ անեն։ Եթե ինքը առանց վեհապարի գիտությամբ է հանդիպել եւ եկեղեցու ընդհանուր դիրքորոշմանը դեմ կարծիք ունի, իհարկե կարծում եմ։ Առնվազն 2 ամիս առաջ նույն Եվ ոչ միայն Կճոյանին, ցանկացած մեկին, էլի, Ուղղակի հայտնի դրա։ ասենք բոլորին, ցանկացած մեկին, եթե եկեղեցու պաշտոնական դիրքորոշումից այլ դիրքորոշում ունի, եկեղեցում ինքը չի կարող լինել։ Այսպես է ստակ։ Բազմակարծություն չի կարող լինել։ Շարունակում է եկեղեցու լինել։ Տարբեր հարցեր, եկեղեցու միության հարցում չի կարող բազմակարծություն լինել։ Կարող է բազմակարծություն լինել, օրինակ այլ հարցերում, բայց ոչ այն կանոնական հարցերում, որ եպիսկոպոսատ ժողովը մայրաթոռում վեհապար հայրապետի ատենապետությամբ կորոշի։ Եկեղեցում նման sense բազմա ժողովը քվեարկում է, որոշում է, բայց վերջնական որոշումը ժողովի ղեկավարի, այսինքն վեհապար հայրապետի առանց հաստատման որևէ արժեք չունի։ Դերություն կտակ առնվազն 2 ամիս առաջ այդ 8 սրբազաններից 2-ը խոսում էին հակառակ նույն Արցախի կորստի մասին, նույն եկեղեցու դեմ արշավի մասին։ Հիմա իրենք հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ։ Որն է ավելի անկեղծը ցես։ 2 ամիս առաջ արված հայտարարությունները թե երեկվա հանդիպումը։ 2 ամիս առաջ արած հայտարարություններից առաջ հավանաբար այդ կոմպրոմատները իրենց արժև չէին դրել եւ իրենք ազատ կամ արտահայտություն ունեին այդ կոմպրոմատների մասին մի անհանգստեք դուք այդ բոլորը կտեսնեք կլսեք նույնիսկ եթե պարզ ժողովուրդը դրանք չդնի իրենց արժև ես վստահաբար ասում եմ Նիկոլ Փաշինյանը մի որոշ ժամանակ հետո նաև այս հակաեկեղեցական արշավը ձախողելուց հետո ինքը կհրապարակի այդ բոլոր կոմպրոմատները որ ունի իրենց դեմ ինքը խափում է կոնտրաբանդները օգտագործում է վերջում էլ հրապարակում է որովհետև ինքը ձեր նման կայացած լրագրող չի այլ թերուս լրագրող է նախքին որը չի ավարտել լրագրողության են բազան չունի որը դուք ունեք ի պատիվ ձեզ ես կուզեմ նաև իմ հարգանքն ու գնահատանքը արտահայտել բոլոր լրատվամիջոցներին, որոնք եւ Հովանավանքում հստակ կերպով ցույց տվեցին, թե այնտեղ ինչ է կատարվում ոստիկանների, ովքեր են այնտեղ հավաքվել, ինչպես են նրանք բերվել, ինչպես է օգտագործվում վարչական ռեսուրսը, իմ հարգանքն ու խոնարհում են լավ լրագրողներ։ Չեմ ուզի անուններով էսպես իրանց էլ անդրադառնամ, կարամ իհարկե մի մասին արտահայտել, որոնք ուղակի քաջությամբ այդ ամբողի փողոցային խուժանի դեմ կանգնած ազգի եւ եկեղեցու իրավունքներն էին բարձրաձայնում հարգանքս խոնարհում ես եւ այդ լրագրողներին եւ կուզեմ արտահայտվել երեք համացանցում տեսա ասում են բա ուր են մտավորականները ես բազմաթիվ մտավորականների խոսք լսեցի ի աջակցություն եկեղեցու նաեւ լսեցի տարբեր մարդկանց խոսքը աջակցություն վեհապար հայրապետին եկեղեցուն եւ փառք Աստծո ջրերը պարզվում են Եվ հստակ է լինում ովքեր են Մայրաթոր Սուրբ Էջմիածնի իր օծյալ գաղափարի կողքին, ովքեր են դեմ եկեղեցուն եւ ովքեր են իրենց վարկով կենցաղով
տարիներ շարունակ վարկաբեկել եկեղեցին եւ այսօր էլ չեն կարողանում իրենց սեփական վարկը պաշտպանել եւ նրանց կողքին փառք Աստծո ունենք հրաշալի հոգեվորականներ, որոնք իրենց կոչմանը հավատարիմ են։ Ես իմ աջակցությունն եմ վերում բոլոր իրենց կոչման մեջ, իրենց ուխտը եւ հավատարմության եւ կուսակրոնության եւ մնացած ուխտին հավատարիմ եպիսկոպոսներին, արքեպիսկոպոսներին, քահանաներին, սարգսակներին եւ բարձ հավատացյալներին, ինչու՞ չէ։ Տեսնում եմ այստեղ կանգնած հավատացյալների մեջ լեգենդար մարդիկ կան, հարգանքներս ձեզ, խոնարհումս բոլոր են քաջ համարձակ մարդկանց, շնորհակալություն ձեզ իմ համեստ կարծիքը հայտնելու համար, ցանկացած կերպ կարող եք առողջություն իմ կարծիքը կարակ կրճատեք, երկարացնեք, կարակ եթե ուղիղ եթերում դնեք, առանց ուղիղ եթերի ինչպես կուզեք արտահայտվեք, ձեզ բոլորիդ Աստված օրհնի։